Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր ապրիլի 13-ն է եւ սա թվով արդեն մեր երկրորդ հաղորդումն է, ու այս հաղորդման ընթացքում կքննարկենք այն հարցը, թե ինչպիսի արձագանք ունեցավ Հորմուզի նեղուցի շրջափակումը եւ ընդհանրապես Իրանի շրջափակումը ծովային ամբողջ աշխարհում։ Շատ հետաքրքիր հայտարարություններ են հնչել Չինաստանի պաշտպանության նախարարության եւ արտգործ նախարարության կողմից։ Մեծ սկանդալ եւ մեծ լարվածություն է առաջանում, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են արգելել նաեւ չինական նավերին օգտվել Հորմուզի նեղուցից։ Իսկ Չինաստանը իր նավթի այրուծի բաժինը ստանում է հենց Հորմուզի նեղուցի միջոցով։ Եվ դրանից բացի կանդրադառնանք նաեւ Հունգարիայի խորհրդարանում հաղթանակ տարած Տիսա կուսակցության առաջնորդ Մադյարի հայտարարություններին, ով որ ամենայն հավանականությամբ Հունգարիայի հաջորդ վարչապետն է։ Սկսենք Թրամփի հայտարարություններից Հռոմի Պապի վերաբերյալ։ Ասեմ, որ բավականին լուրջ ձևով լարվածություն է նկատվում Հռոմի եւ Վաշինգտոնի միջև, շատ են լարվել հարաբերությունները, փաստացի Դոնալդ Թրամփը բոլորին քննադատում է եւ կարող է քննադատել իրեն թույլ տալ նույնիսկ հարստական բանականության միջոցով ինքը իրեն Քրիստոսի տեղն էր դրել, այդպես ինչ որ նկար էր հրապարակել, դե ինչ ասեմ, ֆարաոնի հիվանդություններով է տարապում Դոնալդ Թրամփը, ֆարաոններն էլ կարծում էին թե իրենք Աստված են, բայց դա մեզ համար կարևոր չէ, մեզ համար կարևորը այն է, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը չնվազի, հակառակ պարագայում միշտ ասել եմ շատ վատ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար եւ Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի ճանկերի ներքո։ Դրա համար ինչ կանել Թրամփի հայտարարությունները, գործողությունները ինձ համար տարօրինակ թվան, այնուամենայնիվ ես ցանկանում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հարցի շուրջ կարողանա այնպիսի լուծման գալ, որով որ չի վնասվի իր տարածաշրջանային դերը եւ տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը։ Ինչպես արդեն նշեցի, շատ սուր ձևով քննադատել է Դոնալդ Թրամփը Հռոմի Պապին ու ասել է, որ մեզ դուր չի գալիս այն Պապը, որը սատարում է միջուկային զենք ունենալու գաղափարին, դա ասել է, որ նորմալ չէ, իսկ Հռոմի Պապը արձագանքելով Դոնալդ Թրամփի հայտարարություններին կրկին փորձել է բացատրել, թե ինչ է գրված ավետարանում, հստակ նշելով, որ ինքը խաղաղության կողմնակից է։ Երկար կարող եմ ընթերցել թե Թրամփի հայտարարությունները, թե Հռոմի Պապի, բայց կարծում եմ, որ անիմաստ է այդքան երկար կենտրոնանալ դրա վրա։ Կարևոր է նշել նաև այն, որ այդ հայտարարությանը Թրամփի հայտարարություններին եւ Հռոմի Պապի հայտարարություններին անդրադարձել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ փաստացի ինքը իր աջակցությունն է հայտնել Հռոմի Պապին Իրանի ժողովրդի անունից։ Հետաքրքիր չէ, ժամանակներում ենք ապրում, իսլամական պետության նախագահը այն երկրի, որը որ ապրում է իսլամի օրենքներով, աջակցում է Հռոմի Պապին։ Իրանի շուրջ այսօր հայտարարություններով է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործ նախարարը, մասամբ անդրադարձել է նաև Հայաստանին, ասեմ, որ վերջին օրերին բազմաթիվ հայտարարություններ են հնչում Թուրքիայից, Իսրայելի հասցեին, ասեցի նաև այն, որ Հիտլերի հետ են համեմատել Նետանյահուին, ճիշտ ասած, եթե Էրդողանը չլիներ այդ հայտարարությունը անողը համեմատությունը, ես կասեի, որ կեցցե լավ համարձակություն ունի, բայց քանի որ Էրդողանն է անող այդ հայտարարությունները, ոչ մեկին եմ ցանկանում աջակցել, ոչ մյուսին, դուք գիտեք իմ դիրքորոշումը նաև կոնկրետ Նետանյահուի մասով, իմիջայլոց Նետանյահուն շատ խորը լավ հարաբերություններ ուներ նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, գիտեք, կարծես թե բռնապետների ժամանակահատվածը այս աշխարհում պետք է որ ավարտին մոտենա, ես հույսով եմ, որ Իսրայելի ժողովուրդը կկարողանա հասնել նրան, որ Իսրայելում եւս իշխանափոխություն տեղի ունենա, ես գիտեմ, որ Իսրայելի ժողովուրդը դեմ է այդ իշխանության, բազմաթիվ ցույցեր, լուրջ ցույցեր են միշտ ընթանում Իսրայելում եւ որպիսի այդ ցույցեր, հակակառավարական ցույցերը լուրջ արդյունքի չհասնեն, շատ անգամ Նետանյահուն սանձազերծում է նոր պատերազմներ։ Բայց դա էլ մեծ հաշվով մեր գործը չէ, մենք կենտրոնանանք մեր խնդիրների վրա։ Ուրեմն Հական Ֆիդանի հայտարարությունը Իրանի մասով շատ հետաքրքրական է հնչել։ Նա ասում է, որ այս ժամանակահատվածի լրանալուց հետո հրադադարի հնարավոր է 45 օրվա, նույնիսկ 60 օրվա
հրադադար, չնայած չեմ կարծում, բայց Թուրքիան ակտիվ անում է եւ ուզում է, որ հրադադար լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, որպեսզի կարողանան բանակցել եւ ոչ թե պատերազմի միջոցով լուծվի այս հարցը։ Նա նաեւ ասել է, որ հաջորդը Թուրքիան է Իսրայելի համար, քանի որ միշտ Իսրայելին, կոնկրետ Նետանյահուին պատերազմներ են պետք, միշտ թշնամու պատկեր է պետք եւ եթե Իրանի հարցը լուծեն, հաջորդը Թուրքիան է։ Նա նաև խոսել է Ադրբեջանից ու Հայաստանից, ասելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում մենք հսկայական ջանքեր ենք գործադրել, սկսած ուժի չափավոր կիրառումից։ Այսինքն, ինքը հաստատում է, որ Թուրքիան չափավոր նաև ուժ է կիրառել Հայաստանի նկատմամբ եւ ուժից բացի ասել է, որ ուժի կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն հաշվի առնելով տարածաշրջանի երկրների եւ համաշխարհային տերությունների շահերը, որպիսի հակամարտությունը չտարածվի Թուրքիայի վրա։ Այսինքն, ասում է, որ մենք միջամտել ենք թե ռազմական իմաստով, թե որակյալ դիվանագիտություն ենք օգտագործել, բայց հաշվի ենք առել նաև աշխարհում շահերը, քանի որ գերտերությունները լուրջ ձևով հետաքրքրված էին այս կոնֆլիկտով տարածաշրջանով, նաև ես տեսնում եմ այդ հայտարարության մեջ այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ ժամանակ լուրջ ճնշում գործադրեցին Թուրքիայի վրա եւ Եվրոպան նույնպես պետք է անկեղծ լինենք Թրամփի ժամանակահատվածում, բայց հետո ավելի շատ Բլինքենի օրոք մենք տեսանք, թե ինչ ձևի արձագանք ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այս առումով Հակամ Ֆիդանը շատ ճիշտ է ասում։ Աշխարհը բավականին կարևոր արձագանք տվեց, ուղղակի մենք քաղաքակիրթ աշխարհի դաշնակիցը չէինք այդ ժամանակ։ Մինչև հիմա էլ փաստաթղթերով փաստացի քաղաքակիրթ աշխարհի դաշնակիցը չենք, չնայած որ փոփոխություններ շատ են եղել նույն հարաբերությունների մեջ, բազմաթիվ երկրների հետ ռազմավարական հարաբերություններ ձևավորեց հիմա Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Մեծ Բրիտանիայի հետ սկսեց ռազմավարական երկխոսությունը, Եվրամիության հետ ռազմավարական հարաբերություններ, այսինքն շատ բան է փոխվել, բայց հենց այդ ժամանակից պարզ էր, որ մեզ աջակցողը հիմնականում Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր։ Դե լավ, չխորանանք այս հարցի վրա, բայց հետաքրքիր էր, որ այդպիսի հայտարարություն էր հնչել Թուրքիայի արտգործ նախարարի կողմից։ Հորմուզի նեղուցին վերադառնանք եւ այստեղ կարեւոր է նշել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարությամբ է հանդես եկել Հորմուզի նեղուցի մասով, ասում է, որ իր տեսանկյունից Հորմուզի նեղուցը չափազանց կարեւոր է, որպեսզի այն բաց լինի, քանի որ եթե փակ լինի, նավթի գները միանգամից բոլորի աչքի առջև վեր կբարձրանան, այսինքն փաստացի հասկացնում է, որ ինքը չի աջակցում ամերիկյան նախաձեռնությանը, բայց այստեղ ամենակարևորը Չինաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն է, ու Չինաստանի պաշտպանության նախարար Ջուն Ցինը հստակ ասում է, որ մենք բազմաթիվ պայմանագրեր ունենք Իրանի հետ, առևտրային պայմանավորվածություններ, էներգետիկ համագործակցության շուրջ պայմանավորվածություններ, եւ մենք կհարգենք այդ պայմանավորվածությունները եւ պետք է իրականացնենք այդ պայմանավորվածությունները եւ նույն ժամանակ Չինաստանը հույս ունի իրենց պաշտպանության նախարարի խոսքերով, որ մնացած երկրները նույնպես կհարգեն այդ պայմանավորվածությունները եւ չեն միջամտի իրենց ներքին գործերին, այսինքն Իրանի եւ Չինաստանի գործերին։ Չինաստանի պաշտպանության նախարարի խոսքերով Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ այն բաց է Չինաստանի համար։ Այսինքն, ինչ է ասում Չինաստանի պաշտպանության նախարարը։ Մենք մեր հարաբերությունները ունենք Իրանի հետ, մեր պայմանավորվածությունները, փաստաթղթերը էներգետիկ եւ տնտեսական համագործակցության շուրջ Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, դա իր իրավունքն է եւ մեր նավերի հանդեպ այդ նեղուցը բաց էր։ Ուզում է ասել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դու ինչու ես խոչընդոտում մեզ կամ չփորձես խոչընդոտել մեզ, որ մենք անցնենք Հորմուզի նեղուցով։ Սա բավականին լուրջ հայտարարություն է։ Ինչ գործողությունների կարող է դիմել Չինաստանը, մենք կարող ենք առաջ ընկնել եւ վերլուծել։ Չեմ կարծում, որ Չինաստանը կարողանա կամ ցանկանա այս պահին ուղիղ կոնֆլիկտի մեջ մտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց կարող է ցուցադրական փորձի իր նավերի հետ նաեւ այլ ուղեկցող ռազմական բնույթի նավեր ուղարկել, այդ փորձը կարող է տեղի ունենալ, ուրիշ տեղերում կարող է իրենք էլ փորձեն նույն կերպ վարվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նավերի հետ եւ շահերի հետ, դա էլ մի փոքր դժվար է պատկերացնելը, բայց
ես չեմ բացառում, քանի որ հստակ կոնֆլիկտի մեջ է մտնում Չինաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ երրորդը ես կարծում եմ, որ Չինաստանը կարող է կրկին խնդիրներ ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար հազվագյուտ մետաղների շուրջ, քանի որ մեկ անգամ արդեն նման կերպ վարվել էր Չինաստանը, այսինքն այն լծակները, որ ունի, կարող է ինքը փորձել կիրառել ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ հիմնականում դրանք պետք է կրեն տնտեսական բնույթ, բայց շատ լուրջ է լարվածությունը արդեն նկատվում, հստակ նկատվում է, որ կարող է սա շատ լուրջ լարվածություն ստեղծել Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, քանի որ բոլորը շատ լավ եւ պարզ հասկանում են այն, ինչ անում է Դոնալդ Թրամփը, հիմնականում դա ընդդեմ Չինաստանի է, որպեսզի վերահսկի Չինաստանը։ Կարևոր է նշել, որ Չինաստանի արտգործ նախարարը նույնպես արձագանքել է Դոնալդ Թրամփի սպառնալիքներին։ Չինաստանի արտգործ նախարարությունը հստակ նշել է, որ հիմնական խնդիրը Հորմուզի նեղուցի հետ կապված դա այն պատերազմն է, որը որ տեղի ունենում ընդդեմ Իրանի։ Ու ըստ Չինաստանի արտգործ նախարարության այդ հարցի լուծումը կայանում է նրանում, որ անհապաղ դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները ընդդեմ Իրանի, բայց այստեղ կարևոր է նշել, որ որևիցե ռազմական գործողություն այս պայդերությամբ ընդդեմ Իրանի տեղի չի ունենում։ Հետաքրքիր է, որ Չինաստանի պաշտպանության նախարարից բացի արձագանքել է նաև Իսպանիայի պաշտպանության նախարարը Մարգարիտա Ռոբլեսի խոսքերով լրիվ անիմաստ է Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Այսինքն փաստացի նաև Իսպանիան է դեմ դուրս գալիս Դոնալդ Թրամփի այդ որոշմանը։ Դե Իսպանիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև լարվածությանը մենք ականատես ենք լինում արդեն վերջին շաբաթների ընթացքում։ Էմանուել Մակրոնը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել Հորմուզի նեղուցի մասով եւ նրա խոսքերով մոտակա օրերի ընթացքում ինքը բանակցություններ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի հետ եւ հնարավոր է խաղաղ ինչ որ առաքելություն ձևավորվի Հորմուզի նեղուցի աշխատանքը վերականգնելու համար։ Ճիշտ ասած, պարզ չէ ինչի նկատի ունեն, ավելի նման է Թրամփի հայտարարությանը այն մասին, որ կարող է Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ միանան Հորմուզի նեղուցի ապաշրջափակման առաքելությանը, բայց հստակ նշում է Մակրոնը, որ այդ առաքելությունը խաղաղ բնույթ է կրելու։ Եվ ահա այս բոլոր տեղեկությունների ֆոնին իրանական լրատվամիջոցները հետաքրքիր տեղեկություն են հայտնում այն մասին, որ ամերիկյան ռազմածովային ուժերի նավը փորձել է մտնել Բանդար Աբասի նավահանգիստ, զգուշացրել են իրանցիները, բայց քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ նավը չի ենթարկվել այդ զգուշացումներին, նրանք կրակ են բացել այդ նավի ուղղությամբ։ Հակասական տեղեկություններ կա այն մասին, թե դա երբ է տեղի ունեցել, կան տեղեկություններ, որ ապրիլի 11-ին, կան տեղեկություններ, որ այսօր, դա էլ ճշտել է, դա էլ պետք է ճշտել, բայց կա համապատասխան տեսանյութ։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք Հունգարիայում տեղի ունեցած ընտրություններին, քանի որ հետաքրքիր հայտարարություններ են արդեն եղել Մոսկվայից եւ Հունգարիայից, Ռուսաստանից եւ Հունգարիայից։ Պեսկովը ասել է, որ Կրեմլը չի շնորհավորելու Մադյարին, քանի որ ոչ բարեկամական երկիր է Հունգարիան, այսինքն բարեկամական երկրից շատ արագ վերածվել է ոչ բարեկամական երկրի եւ նա ասում է, որ Ռուսաստանի Եվրամիության միջև չեն կարող ավելի վատթարանալ Հունգարիայի ընտրությունների հետևանքով, քանի որ դրանք գտնվում են վատթարագույն վիճակում։ Բայց նույն ժամանակ Մադյարը, այսինքն Հունգարիայի վարչապետի տեխնացու ամենակարևոր տեխնացուն, ում կուսակցությունը հաղթանակ տարավ Հունգարիայում, այդ մարդը Մադյարը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը հարգում են Հունգարիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, Հունգարիայի ժողովրդի կարծիքը եւ նրանք բաց են համագործակցության համար իբր Ռուսաստանը եւ Չինաստանը եւ ասում է, որ աշխարհագրությունը մենք չենք կարող փոխել, բայց այնպիսի հայտարարություններ է նաեւ անում Մադյարը, որ հասկանում ես, որ նա Օրբան չէ, շատ այլ տեսակի մոտեցումներ ունի, ում մոտեցումները ավելի շատ մոտ են եվրոպական առաջնորդների մոտեցմանը, քան Վիկտոր Օրբանի, ճիշտ է, տարբերվում են նաեւ Եվրամիության շատ առաջնորդների մոտեցումներից, ծանոթանալով այս հայտարարություններին, բայց կտրուկ ձևով տարբերվում են Օրբանի իշխանությունների մոտեցումներից։ Նրա խոսքերով Սիարտոն, այսինքն Հունգարիայի արտգործ նախարար, հիմա Հունգարիայի արտգործ նախարարության մեջ շատ արագ ձևով ոչնչացնում է բազմաթիվ փաստաթղթեր,
որոնք որ վերաբերում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բայց ես ասում եմ, որ դա իրեն չի օգնելու։ Նա նաև հայտարարել է, որ փոփոխություն են մտցնելու Հունգարիայի սահմանադրության մեջ, որ երկու անգամից ավել վարչապետ ընտրվելու իրավունք որևիցե մեկը չունենա, քանի որ Օրբանը 20 տարի է փաստացի ղեկավարում էր Հունգարիան, 20 տարի եղել է վարչապետ եւ որպեսզի ապագայում նա չկարողանա վերադառնալ այդ պաշտոնին, դրա համար սահմանադրական փոփոխություններ կանցկացվեն Հունգարիայում։ Ուկրաինայի մասով Մադյարը հայտարարություն է արել այն մասին, որ աբսուրդային է, որ պատերազմի ժամանակ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ, այսինքն քանի դեռ պատերազմ է, Ուկրաինան չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Նա նաև խոսել է այն մասին, որ ինքը չի զանգահարելու Վլադիմիր Պուտինին, եւ եթե Վլադիմիր Պուտինը զանգահարի իրան, անպայման ինքը կբարձրացնի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը, այսինքն Ուկրաինայի դեմ, ավելի ճիշտ պատերազմը դադարեցնելու հարցը։ Եվ վերջում Մադյարը հետաքրքիր հայտարարություն է արել, ասելով, որ Ռուսաստանը մեծ արջ է եւ Ռուսաստանը սպառնալիք է Հունգարիայի ազգային անվտանգության համար, բայց ինքը նկատի չունի ռուս ժողովուրդը, քանի որ ռուս ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է, ինքը նկատի ունի ռուսական պետությունը։ Վերջում նաև ավելացնում է, որ մենք արդեն մեր պատմության ընթացքում տեսել ենք ռուսական արչի, այսինքն վնասակար գործողությունները։ Շատ առողջ հետաքրքիր հայտարարություններ է անում Մադյարը, չի կարելի միանշանակ համեմատել նրան Օրբանի հետ, բայց նա հասկանում է մեկ կարևոր բան, որ աշխարհագրությունը փոխել չես կարող, պետք է զգուշ վարվել Ռուսաստանի հետ, բայց հստակ նշում է, որ ազգային անվտանգության սպառնալիք է Ռուսաստանը Հունգարիայի համար, եւ դրանից բացի հստակ նշում է, որ ինքը աջակցելու է խաղաղությանը եւ պահանջելու է Վլադիմիր Պուտինից, եթե այդպիսի հեռախոսազրույց տեղի ունենա, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի պատերազմը ընդդեմ Ուկրաինայի։ Այս պայդարությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։